Արցախի ֆրանսիացի բարեկամները թալիշում կրկին ականատես եղան պատերազմի ցավալի հետևանքներին։ Ֆրանսուଆ Ռոժբլուանն ասում է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն իրեն ծանոթ են։ Իր 12 այցերի ընթացքում ավերված շատ բնակավայրերում է եղել։ Կարծում է, որ 94 թվականին կնքված հրադադարի պայմանագրի խախտումը կարող է հիասթափություն առաջացնել բանակցային գործընթացի հանդեպ։ Իրենք գործընկերներով եկել են, որպեսզի տեղում տեսնեն ադրբեջանական նոր ագրեսիայի հետևանքները։ Ադրբեջանը այս հարձակմամբ եւս մեկ անգամ ապացուցեց, թե ով է ագրեսորը եւ ով է զոհը այս հակամարտության մեջ։ Արցախը միայն պաշտպանվում է, ժողովուրդը իրավունք ունի ապրելու ազատ, խաղաղ եւ անվտանգ։ Այդ հետևանքներից ամենացավալին Թալիշի ամայացումն է, ավերակ տներ, անխնամ այգիներ ու հանկարծ ֆրանսիացիներին ողջունում է գյուղացիներից մեկը։ Զարմացած ֆրանսիացիների հարցը թվում է տեղին, բայց արցախցու համար անտրամաբանական է հնչում։ Հյուրընկալության օրենքը չի խախտում, հրավիրում է, բայց ոչ թե տուն, այլ այգի։ Իսկ ինչի եք դուք մնացել։ Իմ հայրենիքն ալի սերտը սոզումա վարստեկենա, բայց ոնց մնամ։ Դուք էլ բարով եք եկել մեր երկիրը։ Soyez bienvenue dans notre. Եկեք քանք բաղը արագ քանդեմ խմեցեք։ Je vous invite chez moi. Hori Mechit. Est-ce qu'il reviendra? Ես կվերադառնամ, բայց ես տե երեխա չեմ բերի։ Avec sa famille. Je reviendrai, mais jamais je viendrai avec mes enfants. Ես եմ ստեղելի, թե այմ տունն է, իմ բաղն է, ես ոնց թողեմ տակինը։ Բորիս Մեժլոմյանի բազմամարդ ընտանիքը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ցրվել է։ Ինքը նախկին զինվորական է, մնացել է Թալիշի վերականգնումը տեսնելու հույսով։ Ֆրանսիացի падգամավորներին ճանաչելով խնդրում է իր ուղերձը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդին։ Նենցրեք մեր շինեցի կեն։ Երկու անգամ դուրս ենք եկել ստեղից մխտոն էլի ժողովուրդը չի կարելի, չէ՞ ցետակի աշխարհը տենում է։ Չի կարողանում ինչ որ մի բան ձեռնարկի։ Նույն վարվարները ծեր մոտել կան։ Աշխարհը սա իմանում է դրա մասին, բայց ցուսա Պատգամավորները խոստանում են Թալիշցու ուղերձը փոխանցել ՀՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարությանը։ Ռնե Ռուքեն ասում է, որ ռմբակոծությունների ադրբեջանցիների կողմից բնակիչների սպանության հետևանքով տեղահանված Թալիշում Թալիշցու հետ հանդիպումը բացառիկ է ինքնին, ուղերձն առանձնապես։ Tout à fait, c'était exceptionnel de rencontrer à Talish. Ես կարող եմ վստահեցնել եւ Արցախի արաբացի ժողովրդին եւ Թալիշի այդ բնակչին Ֆրանսիան որպես համանախագահ երկիր, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանը, մենք ինքներս խորհրդարանականներս Ֆրանսուଆ Ռոժբլուանի կողմից ղեկավարվող նախագահվող Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը ուշով հետևում ենք եւ տեղյակ ենք եւ այս ուղերձը բնականաբար ինքներս պետք է ուղենք մեր բոլոր զրուցակիցներին։ Արցախի ֆրանսիացի բարեկամները ի պաշտպանություն Արցախի իրենց ձայնը բարձրացրել են ապրիլյան ագրեսիայի օրերին, բայց ասում են, որ ավելին անելու համար պետք է գային ու տեղում տեսնեին պատերազմի հետևանքները։ Նրանք եղան պաշտպանության բանակի այն դիրքերում, որտեղ ապրիլի 2-ից 5-ը թեժ մարտեր են մղվել, զրուցեցին զինծառայողների հետ, տպավորված էին երիտասարդ մարտիկների կամքով։ Ափսոսալի եւ դատապարտելի է այն ինչ որ տեղի ունեցել ապրիլի 1-ից 2-ի գիշերվա ընթացքում, այսինքն Արցախի վրա հարձակում է եղել Ադրբեջանի կողմից եւ այս առումով ես կուզենայի իմ շնորհավորական ուղերձը հղել Արցախի պաշտպաններին, Արցախի պաշտպանության բանակին, Արցախի զինվորականներին, լինեն դրանք զորակոչիկներ կամ պայմանագրային ծառայողներ հակառակորդի այս հարձակումը դիմագրավելու համար։ Շատ հուզիչ է տեսնել այդ զինվորներին, որ այսօր իրենք պաշտպանում են հրադադարից հետո ծնված լինելով իրենց պետություն, իրենց պետականությունը։ Արդեն Մարտակերտում շրջանի սահմաններում եւ բնակավայրերում ապրիլի սկզբին եւ այսօր տիրող իրավիճակի մասին ֆրանսիացի падգամավորները զրուցում են շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ։ Իրենց տեսածն ու լսածն օգնելու է, որպեսզի կարողանան ավելի լավ բացատրել իրենց իշխանություններին ՀՀԿ Միսկի խմբում ներկայացված դեսպանին իրերի վիճակը։ Արցախի բարեկամները հակամարտության լուծման բանալին գիտեն։ Լեռնային Ղարաբաղը չի կարող դուրս մնալ բանակցություններից, իսկ հակամարտության հանգուցալուծումը պետք է լինի Արցախի ճանաչումը։ Եվ ես կարծում եմ, որ Արցախի ներկայացուցիչները, Արցախի իշխանությունները պետք է անպայմանորեն մաս կազմեն կրկին բանակցություններին, բանակցային կողմ հանդիսանան,
որովհետև Արցախի այդ ներկայացուցիչները կամ իշխանությունները չեն կարող բանակցային գործընթացից շարունակել դուրս մնալ։ François et moi, nous sommes sur cette position. Պես Ֆրանսուଆ Ռուժբանյանը այնպես էլ դիրքորոշումը, որ այդ լուծումը միայն կարող է լինել Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու միջոցով եւ այս միջոցով է, որ վերջնական խաղաղության եւ վերջնական կայունության կարելի է հասնել այս տարածաշրջանում եւ մենք այդ ուղղությամբ եւ մենք այս ուղերձը փորձում ենք հնարավորինս ուղղել մեր զրուցակիցներին։ Լուսինա Ավանեսյան, Հայկ Բաբայան, օր։